Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Պատիվ ունեմ խմբակցությունը դեմ է Փաշինյանին Նիկոլ Փաշինյան 2-ով փոխարինելու գործընթացին։ Այսպիսի գրառում է արել խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Մարուկյանը դեռ ուրբաթ օրն է դիմել ընդդիմադիր խմբակցություններին ու հանդիպում խնդրել, որ քննարկեն այս հարցը։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը վերջին շրջանում ակտիվ քննարկում է նաև խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունները։ Նրանց այդպիսի նախաձեռնություն սկսելու առաջարկ էր արել Արթունենք քաղաքացիական Վարչապետին անվստահություն հայտնելու ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը միայն այն դեպքում, եթե միաժամանակ նոր վարչապետի թեկնածու են առաջադրում։ Հովիկ Աղազարյանն է մեկնաբանել իրենց նախաձեռնած գործընթացը։ Մենք ունենք մի հատ իրավիճակ, իշխանության կայունության իրավիճակ։ Մի ստյունի վրա ձողադրված մի ծայրում իշխանություններն քաղաքացիական պայմանագիրը մի ծայրում Ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ իրանք իրար հավասարակշռում են, իրանք իրար պահում են։ Այս ցույցը պետք է տակից հանել, այդ հավասարակշռությունը խախտել, քաղաքական դաշտում գեներացնել որոշ էներգիա եւ Հանող Էդմոն Մարուկյանն է։ Աջան։ Սյունը հանող Էդմոն Մարուկյանն է։ Կարևոր չի թող գահանի, կարևորը որ հանվի։ Բայց ինչպես ստացվեց, որ դուք գնացիք ու կանգնակ մի մարդու տեխնացության վրա, որ Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատել էր հատուկ հանձնարարություններով դեսպան։ Էդմոն Մարուկյանը երբեք Նիկոլ Փաշինյանի մոտ չի աշխատել, Էդմոն Մարուկյանը աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Նույն մարդն է, բարձրապես էս Էդի ձեր հասկանալով է այդպես։ Դուք գիտեք թե ով որ մեկին հետ աշխատում որ պիտի հավերժ իրա ծառան լինի կամ հավերժ իրա կամակատար լինի։ Բայց ինչի Լևոն Տեր-Պետրոսյանը այդքան ճանապարհ անցնելով Նիկոլ Փաշինյանը ինչի ասենք դուրս եկավ այդ այդպես կոչված շրջանակներից։ Ոչ մեկը իհարկե ոչ մեկի ծառան չի։ Ես ամբողջ կյանքում երեխա վախտանից ասել եմ, այն որ ես պիտի падգամավոր դառնամ 18 թվականին, դրա մեծ էական մեծ նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանը, ինչքան ասեցինք, չհոգնեցինք, այդքան բան ասեցինք, բայց մենք զրո չենք։ Մենք էլ մեզանից ենք արժեք ներկայացնում։ Այդ է հարցը։ Հիմա ինչքան արժեք ենք ներկայացնում, այդքանով արժեք ենք ներկայացնում։ Այդքանով մենք կարողանում ենք դրսևորվենք։ Եվ հետեւաբար Նարեկ ջան, որևէ մեկի ծառան չի։ Այսօր պետական հանցագործություն ա, որ Հայաստան խմբակցությունում եւ պատիվ ունեմ դաշինքում ընդհանրապես կան մարդիկ, անհատներ, որոնք հնարավորություն չունեն իրենց նպաստը բերեն պետության զարգացմանը, իրենց մակարդակով, իրենց գիտելիքներով։ Դա պետական հանցագործություն է։ Մենք այդ ամեն ինչը պիտի ջարդենք։ Վլադիմիր Վարդանյանը լրագրողներին հորդորել է իր հետ զրույցում սենսացիա չփնտրել, նա Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին լուրջ չի վերաբերվում։ Բացարձակապես որևիցե եղանակով լուրջ չեմ տեսնում այդ քննարկումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հերթական ընտրությունները ըստ էության նախատեսված 2026 թվականին։ Ալբանիայում բոլորս տեսան կադրերում Փաշինյանի կարճ զրույցը Ալիևի հետ։ Դուք որպես իշխանության ներկայացուցիչ տեղեկացված եք ինչի շուրջ են զրուցել նրանք։ Չէ։ Ինչու ձեզ չի հետաքրքրում։ Չէ, հետաքրքրում է, բայց հնարավորություն չեմ ունեցել։ Այսինքն դեռ չեք հանդիպել Փաշինյանին։ Դեռ չեմ հանդիպել։ Նախատեսվում է խմբակցության նիստ Փաշինյանի։ Գուցեև։ Եվ ուզում ենք հասկանալ, վերջը կարող է նոր նախապայման է կամ Փաշինյանը ստացվել է Փաշինյանի հավաքության պայմանագրի։ Իմ հետ հարցազրույցները չի ստացվել, ես ասեմ ինչու։ Ես այդ առումով լավը չեմ, որտեղ ինձանից սենսացիա չեք կորզել։ Վերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցների նախատեսանյութը։ Ապրեք, հիմա արեկները տանջվում են եւ փորձում են աստվածապաշտությունը հաղթելու է անհատին գրառումով պլակատը։ Հիմա որ ես եմ սիրահարված տղա եմ, սիրահարված տղա եմ, բերեք, ես քեզ սիրում եմ ու կապեի, ասենք տանելու եք քաղմաս տղեկ։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեն խոզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում հասարակական կարգի պահպանության ծառայությունում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ, այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում նախաքննության շահերից ելնելով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ կաշառք ստանալու եւ տալու դեպքերի առթիվ խոզարկություններ են իրականացվում նաեւ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։
Երևանում անծանոթ տղամարդը դպրոցից վերադարձող 9-ամյա աղջկան ներկայացել է որպես հոր ընկեր և ցանկացել ուղեկցել տուն։ Երեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան չի հավատացել այդ տղամարդուն և ճանապարհ շարունակելով հեռացել է։ Ոստիկաններն օպերատիվ հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու համար։ Այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան։ ՆԳՆ-ից են անդրադարձել տարածվող տեղեկություններին։ Ոստիկանությունը գնում է երեխաների առևանգման վերաբերյալ ցանկացած ահազանգի հետևից, ուսումնասիրում յուրաքանչյուր տեղեկության իսկությունը։ ԱՄՆ-ում 2 տարեկան երեխան ընկել է 15-րդ հարկից և հրաշքով ողջ մնացել։ Նա ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Փրկարարները նշել են, որ տղային փրկել են պատշգամբի տակի թփերը, քանի որ գետինը փափուկ է եղել, նաև այն փաստը, որ երեխան դեռ փոքր է և քիչ է քշում։ Դեպքի պահին բնակարանում չափահասներ են եղել։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Մագնիտոգորսկում։ Կրկեսի արտիստուհին ընկել է 4 մետր բարձրությունից և մահացել։ 22-ամյա ագրոբատուհին առանց ապահովագրության բարդ հնարք է կատարել մահվան անիվ սարքի վրա։ Հարուցվել է քրեական գործ։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, թե պետշաբաթներ առաջ հայտարարվեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և վերջին երկու չհամաձայնեցված դրույթների հետ կապված էլ արդեն կա պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Հիմա էլ Հայաստանի զինանշանն են պահանջում փոխել դրա վրայից հանել Արարատ լեռը։ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը պատասխանել էր Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին և հայտնել, որ ՀՀԿ-ին ուղղված դիմումը Մինսկի խմբի լուծարման հարցով խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ կարվի։ Ասել էր նաև, որ Հայաստանի սահմանադրությունում որևէ հարևանի նկատմամբ չկան տարածքային պահանջներ և խաղաղության պայմանագրի երկրի հիմնական օրենքին համապատասխանության հարցը կարող է որոշել միայն տվյալ երկրի սահմանադրական դատարանը պայմանագրի ստորագրումից հետո։ Սակայն Բաքվից հնչեց արձագանք, որ Հայաստանի վարչապետը կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը։ Նույնիսկ զինանշանը, որ հիշատակվում է Հայաստանի սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը։ Պայմանագրի համաձայնեցումից հետո սա երրորդ պահանջն է, որ առաջ են քաշում ադրբեջանցիները, նախորդ երկուսը Մինսկի խմբի լուծարումն էր և սահմանադրությունը փոխելը։ Որոշ տեղեկություններով Փաշինյանը պատրաստ է ամեն զիջման գնալ, միայն թե կորզի այդ թղթի կտորը խաղաղության պայմանագիր անունով, որն իրականում խաղաղություն չի երաշխավորելու, բայց դառնալու է քարոզչական դրոշակ գալիք ընտրություններից առաջ։ Նույն աղբյուրը գրում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի լրատվամիջոցի ավելի քան 2 ժամանոց հարցազրույց է տվել, որը հրապարակվեց 3, էլ ավելի սրելով ներքաղաքական իրավիճակը։ Նախկին նախագահը նախ վերահաստատել է իր հայտը գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասով և պատմական էքսկուրսի միջոցով փորձել է համոզել, որ ինքը ճգնաժամային կառավարիչ է, ունի մեկից ավելի փորձ երկիրը նման վիճակից հանելու։ Եթե ուզում են դուրս գալ այս վիճակից, թող ընտրեն իրեն։ Նա համոզված է, որ եթե սկզբից ՀՀԿ-ն վարչապետ ընտրեր Կարեն Կարապետյանին, հեղափոխություն չէր լինի։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, վստահություն հայտնելու ներկայիս գործընթացին, ապա Քոչարյանի համոզմամբ դա իրատեսական չէ և նշել է, թե վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմպիչմենտի գործընթացին։ ՀՀԿ-ականները երեկ կարելի ասել ընդհատակ էին անցել, չէին պատասխանում զանգերին, հրաժարվում էին մեկնաբանություն տալ մի քանի անհաջող փորձից հետո։ Միակ կառուցողական պատասխանը տվեց Արտակ Զաքարյանը, խոստանալով, որ մի քանի օրից հանգամանալից կպատասխանեն երկրորդ նախագահի հայտարարություններին։ Հավանաբար դեռ միասնական դիրքորոշում չի մշակվել։ Հրապարակը գրում է, որոշ ընդդիմադիրների նկատմամբ սկսվել են հերթական ճնշումներն ու հարկային տեռորը։ Տեղեկացանք, որ տևական ժամանակ է ստուգում են Գառնիկ Դանելյանի Տավուշում գործունեություն ծավալող հորեղբոր ընկերությունները, որոնց թվում նաև մեկ գազալցակայան կա։ Թե ինչ են ստուգում և ինչ խախտումներ են հայտնաբերել, որքանով են դրանք օրինական կամ սարքովի, պարզ չէ։ Միայն տեղեկացանք, որ մեծ չափի տուգանք են նշանակել Դանելյանի հորեղբոր նկատմամբ 150 միլիոն դրամի։ Նույն աղբյուրը գրում է, մայիսի 18-ին 100-ից ավելի անհետ կորած զինծառայողների ծնողները ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հրավերով Շիրակի մարզում Արտիքի տարածաշրջանում մատաղ ուտելու են գնացել։ Մեր աղբյուրի խոսքով մատաղ անելու արարողությանը ներկա են եղել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրա տեղակալը Շիրակի մարզպետ ՔՊԱ Դավիթ Արուշանյանը և այլ ՔՊԱ պաշտոնյաներ։ Մատաղից հետո անհետ կորածների ծնողները լուսանկարվել են իշխանավորների հետ։ Ծնողներից մեկը տարակուսեց, որ անհետ կորած զինծառայողների ծնողները փոխարենը համախմբված պայքարի դուրս գալու ՔՊԱ-ականների հետ համախմբված ուտել խմելու են գնացել, բայց մենք տեղեկացանք, որ մի շարք ծնողներ նաև մերժել են հրավերը և չեն մասնակցել այդ հավաքույթին։ Կինը մտել է զուգարան և դուրս եկել խցիկից քաղաքի մյուս ծայրում։ Սա տեղի է ունեցել Չինաստանում, երբ բեռնատարն առանց իմանալու, որ ներսում մարդ կա, պատահաբար տեղափոխել է խցիկը։
Կռունկավարը հարբած գործընկերոջ համար ուրախ ատրակցիոն է կազմակերպել թռիչք դեպի անհայտություն։ Բնակիչները հետևել են, թե ինչպես է տղամարդը պառկած ճոճվում կռունկի վրա։ Թուրքիայում կառուցվել է առաջին երաժշտական ճանապարհը, վարորդները որոշակի արագությամբ երթևեկելիս կարող են լսել Մոցարտի թուրքական քայլերգ ստեղծագործությունը։ Եղանակ ջերմաստիճանը բարձրանում է հանրապետության առանձին շրջաններում, հնարավոր է անձրև, բայց կարճատև, իսկ մայրաքաղաքում երկինքը պարզ կլինի, արևը կշողա, ջերմաստիճանը կլինի 25-ից 26 աստիճան։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար, ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։